Այո, սկսեմ։ Բարև ձեզ, պարոն Սասունյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի հիմնական թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես վերջերս դուք եւս անդրադարձել եք այն, որ այլևս Ադրբեջանը ճնշումը, այսպես ասենք, ավելի է սաստկացնում առ այն, որ մինչև անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է այլևս ադրբեջանական կողմը իդեմս Ալիևի բարձրաձայնում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանում։ Կխնդրեմ այս մասը մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեք, սա այն լրջագույն վտանգն էր, որի մասին բոլորը գիտակից հայերը բարձրաձայնում եւ աղաղակում են, եւ ինչու է ընտրություններից հետո ել ավելի, այսպես ասենք, ճնշումը գործադրում ադրբեջանական կողմը։ Համեցեք։ Այո, ուրեմն անշուշտ Ալիևը մեր թշնամին է, ուրեմն թշնամին անելու է ինչ որ իր շահին է, ավելի մեծ խնդրեմը այն է, որ Հայաստանի կողմից Հայաստանի կառավարությունը վարչապետը պետք է պաշտպանի Հայաստանի շահերը, բայց ոչ միայն չի պաշտպանում, այլ ամեն օր նոր զիջումներ է անում Ադրբեջանին եւ Ալիևին, եւ այդ Ալիևը շատ լավ իմանալով շարունակում է իր զիջումների պահանջը եւ ամեն անգամ Փաշինյանը այո է ասում, լինի դա անկլավները, լինի դա Արցախը, սահմանադրությունը, հիմա էլ էս մի քանի տարի է խոսում են 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան, նույնիսկ Հայաստան չեն ասում, Արևմտյան Ադրբեջան, էս է եւ այսպես շարունակելու է, այսինքն այստեղ չի կանգնելու այդ զիջումների պահանջը, հաջող պիտի լսենք նոր զիջումներ եւ այդ խաղաղության տաշնակիրը դիտումնավոր Ալիևը չի ստուակրում, որտեղ երբ որ ստուակրե մտածում են որ կարող է զիջումները կանգնել, ուրեմն ինքը չի ստուակրում, որովհետեւ շարունակի զիջումներ պահանջել, որ մի օր հուսանք կստուակրե, բայց էդի խապկանք է հիմա գյուղա չի ստուակրելու եւ չենք դեր երբ է ստուակրելու, բայց միջ այդ զիջումները շարունակվում են։ Այս բայց ամենին զուգահեռ մենք տեսնում էինք, որ ինչպես են այս իշխանությունները փորձում հերքել, որ նման բան գոյություն չունի, չկա, ընդդիմությունը փորձում է վախեցնել ժողովրդին, բայց մենք տեսնում ենք, որ արդեն նաև ադրբեջանցի, այսպես ասենք, падգամավորների մակարդակով է այս հարցը բարձրաձայնվում, Օրդուբադում անցկացված այդ իրենց ֆորումի շրջանակներում իրենք խոսում էին, որ Հայաստանը պետք է հաշվի նստի տարածաշրջանի իրողությունների հետ եւ պետք է իրենք ճակերտներում վերադառնան իրենց հայրենի հողեր։ Այո, Փաշինյանը միշտ մեղադրում է ոչ թե մեր թշնամիներին, այլ մեղադրում է մեր հայ ժողովրդին, մանավանդ օպոզիցիային, որովհետև անշուշտ ամենամեծ մեղավորը ինքն է պատճառը այս բոլոր ցախողումների եւ բարդությունների, բայց խորամանկորեն փորձում է խաբել ժողովրդին, ասելով որ նախկինները հագարագործները եւ այլն, եւ տեսնում ենք Ադրբեջանը շատ լուրջ հետևողական շարունակում է իր քայլերը 300,000 ադրբեջանցիների մասին, թիմել է մագին, մագում երկու լուրջ նամակներ ուղարկել է, մեկը 3 էշնոց, մեկը 9 էշնոց, որտեղ մանրամասն բոլոր Ադրբեջանի հաջորդ քայլերը գետ առ գետ նշվել են 9 էշերի վրա, ուրեմն էսի շատ լուրջ մի բան է, եւ Փաշինյան ասում է չէ, այդպիսի բան չկա, բայց այդպիսի բան չկա ասողը ով է, ասողը Փաշինյանն է, որ 2019-ին ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո էլ ասեց Արցախը Ադրբեջան է, ուրեմն այդ մարդու խոսքերին ոնց կարող ենք մենք հավատալ, որտեվ ամեն ինչ որ ասում է գերզիկ է եւ հաջորդ օրը հագարակն է ասում, ուրեմն շատ լուրջ հարց է եւ լավ կլիներ եթե ունենայինք մենք հայրենասեր ղեկավարություն եւ պետություն, որ հագաստեր էս բոլոր ադրբեջանական եւ թուրքական քայլերին։ Պարոն Սասունյան, ձեզ համար հասկանալի է, ինչու է ընտրություններից հետո ադրբեջանական կողմը այսպես ել ավելի մեծ ճնշում գործադրում այս հարցով։ Well, ինչպես ասացիք, Ժերաջ, երբ որ տեսնում եմ, որ Փաշինյան ամեն ինչին այո է ասում,
Եթե Ալիևը մենք լինեինք, մենք էլ պիտի պահանջեինք ամեն օր մի նոր զիջում, որտեղ մարդը այո, Փաշինյանը այո է ասում։ Եթե մեկը քեզ դալիս է ինչ որ դու ուզում ես, դու երբեք չես ասելու որ բավարար է արդեն ստացանք մեր ինչ որ ուզում ենք, այլ շարունակելու ես ամեն օր նոր բանջարներ տնելու սահմանադրությունը, անկլավները, Հայաստանի Հանրապետության հողատարածքը, Արցախը եւ այսպես շարունակ Տշնամին կանում է ինչ որ իր շահին է եւ չի կանգառնելու, ինքը շարունակելու է իր բանջարները։ Սրան հետ կապված նաև կուզեմ ձեր տեսակետը լսել Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը, չնայած շատերի խոսքով սա միֆ է, բլեֆ է, հաշվի առնելով, որ հոկտեմբերին այնտեղ ընտրություններ են լինելու, Քնեսեթը գնում է շուտով արձակուրդ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե Փաշինյանի արձագանքը սրան։ Այո, ուրեմն էսի շատ բարդ հարց է, որ էսի մի հարց է, որ ես մոտ 50 տարի հետևում եմ եւ ներսից ծանոթ եմ իր բոլոր զալքերին այս հարցին հավանաբար ժամանակ չունենք ամեն ինչ ասելու, բայց որոշ բաներ ասեմ։ Ուրեմն նախ եւ առաջ անոնք որ ասում են որ Իսրայելը ճանաչում արել է Իսրայելի շահերից բխելով որպես հագաթուրքիա եւ այլն Էդի անիմաց մի խոսք է, որտեղ ամեն պետություն ինչ որ անում է ելնելով իր շահերից։ Որը պետություն չի անելու մի բան, որը շահերի հագարակ է։ Ինչ է, մենք սպասում ենք, որ Իսրայելի շահերին հագարակ մի հայտարարություն անի։ Այսքան տարի է չեր անում, որտեղ իր շահերին չէր։ Հիմա իր շահին է անում է։ Ուրեմն Իսրայելը ինչի համար արել է Ֆրանսան, մյուսի մոտ 32 երկիր ճանաչել են, ամեն մեկը իր շահերից մեկնելով արել է այդ բանը։ Այո, Իսրայելին կարող ենք մենք քննադատել, ես թեմ չեմ որ քննադատենք, որովհետև դասնյակ տարիներով մերժում էին, ժխտում էին, 1001 վիրավորական բաներ ասում էին, անում էին, այդ բոլորի համար պետք է մենք այդ բոլոր այդ ժխտական քայլերը, թշնամական քայլերը չմոռանանք եւ միշտ Իսրայելի կառավարության հիշեցնենք այս բաները, բայց հարցն է որ ցեղասպանության ճանաչումը հայտարարի օրակարգում է, թեև Հայաստանի կառավարության օրակարգում չէ, բայց ամոր հայրենասերը օրակարգում է ոչ միայն ճանաչումը, այլ Արևմտյան Հայաստանի վերադարձը, հադուցում, այդ բոլոր մեր մինուս զոհերի համար եւ այլն։ Այդ բոլորը մեր շահին է, ուրեմն մենք պետք է մեր շահը հետապնդենք, անկախ թե ով ինչ է անում իր շահերից ելնելով։ Էդի մեկ, ինչ վերաբերում է Փաշինյանին, Փաշինյանը դժբախտաբար արդեն ոչ միայն այս շաբաթ, բայց արդեն մի քանի տարի է անընդհատ նսեմացնում է ցեղասպանության ոճիրը անիմաստ երեխայական հարցումներ հարցնելով, բայց այդ հարցումները ամեն հարցումներ չեն, ոչ այլ մտավորական հարցումներ են, այլ հարցումները միտված են, որ գասկածի տակ առնի ցեղասպանության իրողությունը, մեղադրելով սովետ միությունը, որ ինքը հրահրել է սարսը եւ այն, անընդհատ մեղադրում է ուրիշներին, բացի ինքներեն չի մեղադրում իրանից, ինքն է ամենամեծ մեղավորը, որ ոչ միայն Հայաստանում ելույթներ ունենում նսեմացնելով ցեղասպանությունը, այլ ավելի վատ, երբ որ այցելում է սփյուռքի երկրները, որ հայ համայնք կա, հայ համայնքին այդպիսի վիրավորական խոսքեր է ասում ցեղասպանության մասին։ Ես հիշում եմ, ասել ով արեց այդ ցեղասպանությունը, ինչի համար արեց, ինչ էր պատճառը, ովը մեկը որ հայ է, հայ արին ունի, ինքը գիտե թե ցեղասպանություն եղել է, իսկական ցեղասպանություն է, դա ոչ սովետները թրթել են, ոչ ամերիկացիները, ոչ մեկ դա թրկական ծրագիր էր արմատախիլ անելու համար հայ ժողովուրդը իր պատմական հողերից։ Հիմա որ Փաշինյանը ասում է մենք չենք ուզում ոչ մի բան չեմ ուզում ասել, դա
շատ սխալ մեծ սխալ է անշուշտ, բայց Փաշինյանը այդ մարդն է, որ անընդհատ հայկական բոլոր հարցերում հայկական դիրքորոշում ունի եւ զարմանալի չէ, որ այդպիսի բաներ է ասում, որ իսկապես վիրավորական է ամեն մեկ հայո համար։ Այս թեմայի հետ կապված մի միջանկյալ հարց տամ։ Հետաքրքիր է, որ սրան այս իրողությանը անդրադարձել է նաև Սերժ Թանկյանը, այսպես ասենք, գրողի ծոցներ ուղարկել Իսրայելին, նշելով, որ իր աշխարհաքաղաքական, այսպես ասենք, հարցերը լուծելու համար է նման հայտարարությամբ հանդես եկել այդ պետությունը, բայց ինչն է հատկանշական։ Սերժ Թանկյանը այն անձն է, որն ըստ էության որևէ ասելիք չուներ Արցախի հայաթափման վերաբերյալ, Արցախի հանձնման վերաբերյալ, Հայաստանի սուվերեն տարածքից հանձնելու վերաբերյալ, այս իշխանության կողմից իրականացվող խայտառակ քաղաքականության վերաբերյալ։ Այս մարդու հետ կապված ասելիք ունեք, պարոն Սասունյան։ Անշուշտ Սերժ Թանկյանը նաև հիշում ենք այս բոլոր հարցերից անկախ որ նշեցիք, ինքը 2018-ին եկավ Երևան, բեմ բարձրացավ Փաշինյանի գողքին, պաշտպանեց, դեպքում կանգնեց Փաշինյանի իշխանության եւ վերջին տարիներին անընդհատ պաշտպանում է Փաշինյանին եւ հավանաբար ենթադրում եմ, որ այս խոսքերը որ ասեց ցեղասպանության ճանաչման թեմ, էդել անում է, որտեղ դեսնում է որ Փաշինյանը թեմ է արտահայտվում, ինքն էլ թեմ է արտահայտվում, բայց այստեղ ավելի խորը հարց կա այստեղ Թանկյանը դատապարտում է Իսրայելին, որ բաղասնիցներին սպանում է, այո, դա շատ վատ բան է, դա ոչիր է, բոլորս էլ դատապարտում ենք, բայց նախքան դատապարտել ոչ մեկ այլ ժողովրդի, մենք պետք է նախ ասենք, որ այս անիչ որ Իսրայելը արեց կամ ուրիշ երկրներ անում են, դա հայտարարի իշահ է եւ պետք է մենք առնվազն արտահայտվենք դրական ծավով, ոչ թե շատ ուրախանանք եւ այլն, բայց առնվազն դրական արտահայտում ունենք ոչ թե ժխտական։ Հետո երբ որ բաղասնիցներուն պաշտպանում է, այո, բաղասնիցներուն վիճակը շատ վատ է եւ հակին զոհեր տվեցին, բոլորս էլ ցավում ենք բանալ, բայց ոնց կարելի է որ Թանկյանը կամ ոչ մեկը բաղասնիցներուն պաշտպանի, բայց չպաշտպանի հայության շահերը։ Ուրեմն հետո նաև մի քիչ ավելի ծանր բան ասեմ, բաղասնիցները իշա Հայաստանը ինչ են արել ինչե հիմա, որ միշտ միակողմանի եւ մենք իրենց շահերը պաշտպանում ենք, բայց իրենք երբեք չեն պաշտպանում մեր շահերը, շատ լավ հարաբերություն ունեն բաղասնիցները, Բաղասինյան բերությունը ունի Ադրբեջանի կառավարության հետ, Ադրբեջանը ունի հիվանդոսարան Բաղասինի հողերի վրա, ես չեմ հիշում որևէ ժամանակ, որ բաղասնիցները ճանաչել են այո ցեղասպանություն օրինակ համար, եթե ճանաչեին, շատ ավելի խանդավառ ծավալով մենք կպաշտպանեինք իրենց գրած վնասները, բայց այսին մենք պետք է նախ կենտրոնանանք մեր շահերի վրա եւ արժևորենք թե այդ ինչ որ դեղի ունենում է, որքան օգուտ է մեր հայտարարին մեր շահերին եւ հետո մտածենք ուրիշների մասին եւ ոչ թե մտածենք միան ուրիշների մասին եւ դատապարտենք ինչ որ քայլ որուն առնվազն մի մասը եթե չասենք ամենը բայց մի մասը ինևս մեր շահերին է Շարքային քպականի պահվածք է, էլի Սերժ Թանկյանինը, եթե այսպես ասենք։ Այո, որտեղ միշտ այդպես եղել է, 8 տարի այդպես է, հիմա էլ այդպես է։ Այո։ Եվ նաև իր խոսքի մեջ կար շատ հայոյանքներ, շատ վիրավորական լկտի խոսքեր, որ ես նայել եմ իր վիդեոն, այդ էլ չափազանցություն է, ես թեմ չեմ, որ Իսրայելին քննադատենք, օրինակ համար ասեմ մի նորություն ծեր համար 2016 թվականին ինձ հրավիրեցին Իսրայել ցեղասպանության կոնֆերանս կար, որ ելույթ ունենամ որպես գլխավոր բանախոս հայկական ցեղասպանության մասին եւ այդտեղ Փեմից, որտեղ հավաքված էր 300 իսրայելցի պրոֆեսոր համալսարանի մեջ, ես շատ խիստ բարերով դատապարտեցի Իսրայելի կառավարությունը, բայց ոչ թե ժողովուրդը,
ոչ թե հрьяաներին, այլ գարավարություն, որտեղ գարավարությունն էր, որ արկելքը հանդիսանում, Նաթանյանը հենց ինքն էր, որ արկելքը հանդիսանում այսքան տարի է, չթողնելով, որ Քնեսեթը ճանաչի ցեղասպանությունը։ Հիմա էլ մի քանի օր առաջ ասում է, որ ես երբեք թեմ չեմ եղել, էդի ներեք, բայց գեղձիկ է էդի, ինքն է վաճառը, եւ այդ մասին ես նաեւ խոսել եմ, երբ որ հանդիպեցի այդ կոնֆերանսին հետո հանդիպեցի Իսրայելի նախագահին հետ, այդ ժամանակվա նախագահին հետ, ու մի ժամ հետո խոսել եմ ցեղասպանության ճանաչման մասին, եւ նույնիսկ Իսրայելի նախագահը ինձ ասում է, որ Նաթանյահուն է, որ արկելքը հանդիսանում ցեղասպանության ճանաչում, որտեղ Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը, երբ որ նախկին նախագահ լինել է, ինքը Քնեսեթի նախագահն էր, եւ ինքը անընդհատ փորձել է, որ ցեղասպանության ճանաչման օրակարգը բերի սեղանի վրա, բայց Նաթանյահուն միշտ արկելք հանդիսացել է, ուրեմն Նաթանյահուն ինքն է մեղավորը, եւ մենք պետք է մեղադրենք Իսրայելի գարավարության այդքան դարիներու ուրացման, շղթման մասին, բայց պետք չէ որ էդի մենք վերածենք հագասեմական, հագահրիական, որտեղ նաեւ ասեմ, որ ցեղասպանության ճանաչման գլխավոր թերագադարները դասնամյակներ առաջ եւ մինչեւ հիմա շատ հանրահայտ հրյա մասնակիցներ են ցեղասպանության պրոֆեսորներ են, նաև մենք ունենք աշխարհարչակ հրյաներ, օրինակ ցեղասպանության դարիներին այդտեղ Ամերիկայի տեսփանը Հենրի Մորգանթաուը հենց ինքը հրյա էր եւ Ռաֆայել Լեմքինը, որ ցեղասպանության տերմինը ստեղծել է, ինքը հրյա էր, Ֆրանց Ուերֆելը, որ Մուսալերան 40 օրերի վեբը գրած է հրշագավոր, ինքը հրյա էր եւ մինչեւ վերջին դարիներին ահագին մինչեւ օրերս հրյա մասնակիցներ գլխավոր թերագադարներ եղած են այգոն ցեղասպանության ճանաչման աշխատանքին պետք է որ մենք զանազանենք Իսրայելի գարավարությունը եւ Իսրայելի կամ հրյա ժողովուրդը եւ պետք է մենք մեղադրենք հրյաներին որտեղ հրյաները մեծ թեր խաղացել են ցեղասպանության ճանաչման հարցի մեջ Շատ լավ, գիտեմ, որ ժամանակը ձեզ համար սուղ է, մի հարց էլ, պարոն Սասունյան, տեսեք, Ռուսաստանը դեռևս չի շնորհավորել Հայաստանին, պաշտոնական այսպես, հա, ինչ նորից այս հարցն եմ ուզում տալ, ինչ կլինի, եթե Ռուսաստանը չի ճանաչի Հայաստանի ընտրությունները եւ այսպես ասենք, կան նաեւ տեղեկություններ, որ Փաշինյանը բոլոր խողովակներով փորձում է այնպես անել, որպեսզի հանդիպի հենց Ռուսաստանի նախագահին, գիտեք, որ առաջիկայում մեկնելու է ԵԱՏՄ միջկառավարական նիստին, բայց ըստ էության, այսպես ասենք, չի ստացվում նախագահի հետ հանդիպմանը հասնել, երեկ էլ Միշուստինի հետ է հեռախոսազրույց ունեցել։ Ուրեմն Փաշինյանը ամեն ինչ անում է, փորձում է գաբել Մոսկվա զանազան պարսաժան պաշտոնյաների, որ խնդրե աղաչե, որ իրեն ընդունեն Մոսկվա, Պուտինը իր հետ հանդիպի, բայց Պուտինը դժգամ է այդ ուղղությամբ, նախ եւ առաջ ընտրությունների այդ խախտումները, որ բացահայտ են բոլորիս համար, բացի Փաշինյանից, անգամ եւս ինքը մեղադրում է իր հագարագործներին այդ բոլոր հանցավորությունները, հանցանքները, որ իր ուսակցությունը արել է, մեղադրում է ուրիշներին եւ Պուտինը չի շտաբում, որ ճանաչի ընտրությունների արդյունքը, մանավանդ որ հիմա վերջին օրերը մնացել են, որ սահմանական դատարան եկել է հարցը եւ դատարանը գարցեմ մինչեւ ուրբաթ օրը որոշելու է հայտարարելու իր որոշումը չեն իմանում թե իր որոշումին յետքն չեն իմանում թե որոշումը ինչ է լինելու հավանաբար կարող ենք գրահել թե ինչ է լինելու որովհետեւ սահմանական դատարանի բոլոր անդամները նշանակվել են Փաշինյանի ազգային ժողովի մեծամասնության կողմից հուսանք մեզ գզարմացնե սահմանական դատարանը իր որոշումով բայց հավանաբար չզարմացնե այլ իրենք ասեն որ չէ ոչ մի խախտում չկա կամ շատ փոքր բաներ եղել են որ չի ասել արդյունքի վրա եւ այլն այսպես բաներ ուրեմն հավանաբար ինչպես որ բոլորս էլ սպասում ենք
թեկուզ իզուր դեղը սպասում ենք, բայց սպասում ենք, որ հուլիս 4-ը արդեն մոտ է եւ նայենք ինչ որոշում պիտի դատարանը եւ Պուտինն էլ չի շրաբում երբ որ համանդրանի իր որոշումը դա գախել է թե ինչ է որոշումը այդ ժամանակ նայենք թե Պուտինը ինչ է որոշելու կարող է ինչ որ մեղմ բան ասել կամ կարող է ոչ մի բան չասել ինչ որ ավելի թեժացնելու է Փաշինյանի եւ Պուտինի հարաբերությունները Եվ Ուրսուլա ֆոն դեր Լայնը այսօր ժամանել է Հայաստան։ Խնդրեմ, այս մասով ասելիք կա։ Ներողություն, ով ժամանել է Հայաստան։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Ով Վենդելը, այո, ուրեմն նախ Ադրբեջան էր, այդտեղ մեծ կովասանքներով արդայդվեցավ Ալիևի, որ մենք նկատում ենք որպես պատերազմի ոժրակորձ, ցեղասպանություն եւ այլն, բայց Վենդելը միշտ գիտեք, այս բոլոր օդար ղեկավարները միշտ իրենք ամեն ինչ որ անում են, ասում են, պաշտպանում են իրենց շահերը։ Նույնը անում է Եվրոպայի բոլոր երկրները, Եվրոպական միության, նույնը անում է Միացյալ Նահանգները եւ բոլորն էլ լսում ենք, որ պաշտպանում են Փաշինյանին, որտեղ լսում են, որ Փաշինյանը անում է ինչ որ իրենց շահին է, բայց շփոթված Փաշինյանը չի անում, անիշ որ Հայաստանի շահին է։ Եվ նաև ասեմ, որ միայն Եվրոպան եւ Ամերիկան չեն, ավելի վատ է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենք էլ ուզում են, որ Փաշինյանը մնա իր աթորին, որտեղ տեսնում են, որ Փաշինյանը անտածություններ է անում եւ իրենք կողմնակից են Փաշինյանի։ Որոնց այս բոլոր մարդիկ Թուրքիա, Ադրբեջան, Եվրոպա, Ամերիկա, բոլորն են ուզում, որ Փաշինյանը մնա իրեն շահերից ելնելով եւ երբեք չեն կնատադելու Փաշինյանին, երբ որ ինքը ընդրությունները խախտում է, մարդկային իրավունքները խախտում է, սահմանությունը խախտում է, օրենքները խախտում է, Հայաստանի ցեղասպո ներքին հարցերում միջամտում է որպես սահմանության հագարակ եւ այլն, ոչ մի բառ չեն մարդիկը չեն ասում, որտեղ իրենց հոգը չէ այդ մարդկային իրավունք հարցերը։ Գեղեցիկ խոսքեր ասում են մարդկային իրավունք մասին, բայց երբեք չեն գործադրում այդ գեղեցիկ խոսքերը եւ չեն կնատադում Փաշինյանին։ Իրենք որտեղ շատ ուրախ են գոհ են, ոչ մի բան չեն ասում, լռում են, անկան որ Փաշինյանը մնա իրենք գոհ են։ Ասասունյան, բայ եթե Փաշինյանը այսպես հաղթել է, ինքը վստահ է որ հաղթել է, չգիտեմ, ինչու է այս տիպի terror իրականացնում իր ընդդիմադիրների նկատմամբ, գիտեք հերթական բանտարկություններն են, կալանավորումներն են իրացրել ու հաշվի առնելով նաև որոշ դեպքյան այս բային ցավոք դեռ ընդդիմությունից է մեծ հաշվով շատ մեծ դիմադրություն չկա։ Well, այսինքն բեշի շատ զարմանանք, որտեղ Փաշինյանը միշտ էլ այդպեսի ահրելի աբորինի քայլեր արել է, բանտարկություններ եւ այլն նախանձությունները, բայց հիմա մի բան փոխվել է, այնը որ քանի որ ինքը հայտարարում որ ինքը շահել է ավելի հոխորդում է այդ հաղթանակով եւ ավելի ինքնին ավելի հզոր է նկատում եւ հիմա անելու է շատ ավելի ծայրահեղ քայլեր, քան ինչ որ արել է մինչեւ հիմա ինքը ոչ թե ասելու է որ լավ ընդրությունները հաղթեցի, բավարարված եմ, հիմա նայենք երկրի ղեկավարելու հարցով զբաղվենք, ոչ ինքը հիմա շագարակը նոր ախորժակը բացվել է, շատ ծայրահեղ քայլերու դիմելու է ամիսներ առաջ ասացի որ ընդրությունների յետքը հավանաբար նաև հրանքի որ վեապարին ցերպակալեն հուսամ չեն անի այդ բանը, բայց կարող է դալանի, որտեղ ինքը հիմա շատ շփացել է եւ ամեն ինչ կարող է անել օրնավոր աբորինի կարևոր չէ հիմա ինքը որ ասում է ընդրվել եմ հաղթել եմ ուրեմն շատ ավելի այսպես համարձակորեն պիտի ամեն տեսակի ծայրահեղ քայլերու դիմի Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենայն սիրով